Վերջին անգամ մարդը այստեղ քայլել է 14-րդ դարում։ Եթե ուշադրություն դարձնեք, այստեղ հողի եւ քարերի լիցքի հետքերը կերևան ավելի բարձ գույնով։ Մենք այստեղ մոտ տարավորապես 10 մետր իջել ենք ներքև։ Այսինքն այդքան քար ու հող ա եղել լցված։ 7 դար անց այստեղ մարդիկ քայլում են Ումբերտ ամրոցը վերականգնելու մաքրելու համար, հայտնաբերում նոր գտածոներ։ Մեր անհատը մոտ տարավորապես այս հատվածից է հայտնաբերվել, այս մակարդակից, ինչը խոսում է այն մասին, որ բավական բարձր նաև այդ զավալը կա իր վրա, այդ քարերի կտորները, որոնց հիմա դուք տեսնում եք նաև կտրվածքի մեջ, սա թափվել է ժամանակին վերև, եւ այս տարածքը նույնպես փակված է եղել։ Եվ մոտավորապես, եթե ուշադրություն դարձնենք, մենք հատակային մակարդակում ենք, այսինքն ամենայն հավանականությամբ թափվել է իր վրա։ Սա դարվարկած է, որը կուսումնասիրվի։ Մարդու կմախքի 90%-ը տեղում է։ Ենթադրվում է, որ բարձրահասակ երիտասարդ է եղել։ Անելուց ես եմ, հենց կոնկրետ տեղ եղել, շատ առողջ մարդեր, ատամները բոլորը տեղում։ Կարող եմ 2-3 դարվա լինի, բայց ոչ 5-6 դարվա։ Մեր կարծիքով, մնացածը արդեն նեաբանները կհասկանան, հողը մի քիչ շատ է ժամանակին մեջը եղել։ Հիմա դա մաքրում ենք, sense պատերը դնելով բարձրանում ենք։ Կմախքի մոտ նաև գոտու ճարմանդ է գտնվել։ Արգելոցի ղեկավարի ձեռքին նաև բացառիկ արժեք ներկայացնող Թամար Թագուհու մետաղադրամն է, այն եւս նոր է հայտնաբերվել։ Դրամագետի օգնությամբ պարզել ենք, որ 1200 թվականին հատված Թամար Թագուհու ժամանակ հատված մետաղադրամն է, որը ենթադրում ենք, այսպես ասած, Զաքարյանների հետևանքներն է, որտեղ Զաքարյանները հայ-վրացական զորքերի օգնությամբ ազատագրեցին Հայաստանը Սելջուկներից էթում նաև Ամբերտը։ Վերականգնվում ամրակայվում է Ամբերտի միջնաբերդ պալատ դղյակը։ Աշխատանքները սկսվել են 2024-ին։ Պետությունն այդ նպատակին կուղղի ավելի քան 470 միլիոն դրամ։ Տեղանքի մասնագիտական աշխատանքի բարդությամբ պայմանավորված աշխատանքները կշարունակվեն եւս 3 տարի։ Աշխատանքի այս տարվա բյուջեն 75 միլիոն դրամ է։ Քանի որ եռահարկ է եղել դղյակը, ներսի հատվածից ամրակայման վերականգնման աշխատանքները ավարտելուց հետո որոշակի զբոսաշրջային երթուղիների տրամաբանությամբ ենթակառուցվածքներ կկառուցվեն, որպեսզի ավելի հարմար ձևով զբոսաշրջիկները կարողանան շրջել դղյակի ներսում եւ տեսնել ամբողջ գեղեցկությամբ։ Մեծ ընկած քարերի ավերակների մաքրման աշխատանքներն իրականացվում են հնագետի հսկողությամբ։ Ըստ իրավիճակի նաև պեղումներ են արվում։ Դղյակի երկու պատերի արանքում հատակային իրավիճակ բացվեց, իր թոնիրով, նետասլակներ, աշխատանքային երկաթից գործիքներ հայտնաբերվեցին, խեցեղենի հսկայական քանակություն, որոնց նախնական այսպես թվագրումը 12-13-րդ դարերը։ Բացվեց բավական հետաքրքիր քարից աստիճանները, ամենակարևորը, որ մենք միջ այս փաստել ենք, դրանք պարիսպների, աշտարակների քարե ատամներն են։ Տարբեր, այսպես ամրոցներում եղել են ատամնաշարեր, Ամբերտում մենք ունենք այդպիսի ատամնաշարեր, որոնք վերականգնման նախագծով արդեն իսկ իրենց տեղը գտնեն աշտարակներին, բուրգաշտարակների եզրերին, ամբողջացնելու են պատկերը, որ եղել է միջնադարում։ Խնդիրը դրված է առավել վտանգված, այսինքն այս դղյակի վտանգված հատվածների ամրակայումը եւ մասնակի վերականգնումներ, պահպանելով իր կիսաքանդված վիճակի ուրվագծերը, որոնք շատ հետաքրքիր են եւ ժողովուրդը սովոր է այդ ուրվագծերին։ Զբոսաշրջային ակտիվ այս սեզոնին շինաշխատանքների ընթացքում Ամբերտը կգործի, մասնակի կսահմանափակվի դղյակի մուտքը անվտանգությունից ելնելով։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։